24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին հյուրն է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան։ Շնորհակալ եմ մեզ կալվելու համար։ Խոսենք ընտրություններից առաջ տարվող գործընթացներից, ընդդիմությունը միավորվում է, մեկ ճակատով են ուզում հանդես գալ, այսինքն մի քանի բևեռով, բայց ընդհանուր մեկ ճակատի մասին է խոսվում, որպեսզի կարողանան դիմակայել այն գործողություններին, որ հնարավոր է սպասվի, կալանավորումներ, որոշ կուսակցությունների թույլ չտալ, որ մասնակցել ընտրություններին, որքանով է դա հնարավոր եւ իշխանության այսպես ակտիվությունը, որ արդեն սկսել են քարոզարշավ, թեև ներկուսակցական քարոզարշավ են, այո, ասում նրանք, բայց հասկանալի է, որ ընտրություններով է պայմանավորված։ Ինչ իրավիճակ է ներքաղաքական կյանքում։ Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում փոքր երկրներում, երբ որ մենք փորձում ենք նկարագրել, մենք պետք է հիշենք 1800-ականների կեսերին Սան Մարինոյին, երբ որ ինչ-որ խռովություններ եղել եւ այդ խռովությունը կողքի երկրների ղեկավարները բնութագրում որպես փոթորիկ մեկ բաժակ ջրի մեջ։ Հիմա մեր ջուրն էլի միջալոց պղտորված է, հայկական ջուրը պղտորված է, որովհետեւ ինչքան թունավոր հոսանքներ, այս թունավոր հոսանքների ինչքան ընդհանրեն երկրպագուներ կան, իրենց առաջնորդներով, իրենց ընդհանրեն կամակատարներով, ինչպես հռոմեական ժամանակներին, երբ որ սենատորներ ունեն, կլիենտներ ունեին, բազմաթիվ այս բախտախնդիրներ ունեին, որ սենատի ամբողջ իրարանցում էին ստեղծում, մեր հայկական ջուրը ընտրական պղտորված է, եւ այս պղտորված ջրի մեջ բնականաբար լող են տալի ոչ թե ընդհանրենք ակվարիումային փոքր ձկներ, այլ լող են տալի զանազան պիրանյաներ, ատամների երկարությամբ յուրահատուկ, ընդհանրենք տարբեր իրենց վնասակար հնարավորություններ եւ թույնով լի։ Եվ թույնով լի։ Ինչու է պղտոր ջուրը։ Պղտորը ջուրը, որովհետեւ մենք գործ ունենք մի քաղաքական արդեն իսկ հեռացող խմբակի հետ, եւ այդ խմբակը փորձում է որպես իր ընդհանրենք հնարավոր մեր պատկերացմամբ տերերի, խորհրդատուների, ընդհանրենք հիմնական եվրոպական եւ ամերիկյան ավելի շատ, չէ, երբ որ նրանք փորձում են սահմանադրություն փոխել ինչ որ հարևան սուլթանատի Բայրամովի ասելով կամ Ալիևի ասելով։ Մենք չպետք է մոռանանք, որ այս Բայրամով, Ալիներ, եսի մինչեր չէ, մենք չպետք է մոռանանք 5-6 տարի առաջ ոչ մի բան էին։ Ոչ մի բան։ Նրանք սարսռում էին հայկական ղեկավարների հետ ընդհանրենք զրուցելուց։ Հիմա սրանք դարձել են, որ ասում մարդ են դարել։ Պատերազմ է եղել, պատերազմը հայկական բանակը չի պարտվել։ Պատերազմը այն կարևոր խնդիր մենք պետք է արձանագրենք, որ պատերազմում հայկական բանակը իր հնարավորությունների մեջ կարող է առավել, ընդհանրենք հաղթական չասեմ, գոնե զրոյական մակարդակի դիմադրություն ապահովել, երբ որ հայկական բանակին հնարավորություն տրվեր Քելբաջարի անտառներում կռվել, հնարավորություն տրվել, որպեսզի վերջորջո բանակը օգտագործի ռելիեֆի առանձնահատկությունները։ Բայց մենք տեսակ ինչ կատարվեց րոպեների ընթացքում այս թաքնված վայրից, թաքնված, այսօր որ ավտոբուսով պտտվում են, այս սրտիկներով գնում են սուջու խենութում, ես եմ խորոված, մենք չանցնում, դա հասկանալի է, դա անընդունելի է պահելաձևը, ընդհանրապես ղեկավարի կամ իշխող քաղաքական ուժի։ Ասում են վատ է, որ մենք Մայբախում նստած սեբիկրա չենք ուտում, այլ սոված անում ենք լավաշ ենք ուտում։ Մի հատ թող Մայբախի գնելու գումար թող վաստակեն իրենց աշխատանքով, մասնագիտական աշխատանքով, ոչ թե ցեխ շպրտելու սրա վրա, նրա վրա, այս մեկին սրա հետ են կապում, այն մեկին անը, մի քաղաքական դերակատար կա, այս մարդը տեղյակ չի, որ ամեն օր իր անվան հետ ինչ որ բաներ են կապում։ Ընդ որում բանը հասել է այնտեղ, որ ամոթից այդ նշույլ անգամ չունեն։ Այս զրպարտության, հակասական պնդումների, իրարամերժ նույնիսկ ստերի ամբողջ հեղեղը, որ թափվում է սանց քարոզչական խողովակներից, այս գալիս ենք նրան, որ հայկական ջուրը իրապես վտանգավոր է քաղաքական եւ այստեղ թունավոր հոսանքները անընդհատ պտրտվում են եւ ստեղծվում է մի իրավիճակ, որ բոլոր ողջամիտ հայրենասեր մասնագիտորեն պատրաստված կառավարման փորձ ունեցող քաղաքացիները, մարդիկ, նրանք փորձում են միավորվել եւ վերջ-վերջո այս ամբողջ ընթացքը կանգնեցնել։
Հիմա ինչու եք դուք վստահ, որ ԿՊ-ն հեռանում է, որովհետև սոցհարցումները այլ բանի մասին են խոսում, որ 3 անգամ ավել ձայն ունեն իրենք։ Այս սոցհարցումները Տիկին Միքայելյան, կարող ենք ես եւ դուք էլ վարենք, դրա մասնագետը չլինելով։ Դա ինչի համար եմ ասում, որովհետև սոցհարցումների զգալի մասը կեղծ է։ Բայց հանրապետական ինստիտուտի Այդ հանրապետական ինստիտուտի ղեկավարի հետ կապված դա Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի մտերիմն է, Վենսի մտերիմն է եւ նրա միջնորդությամբ մեր երկրի մի ներկա գործող, այսպես ասած, աթոռի կարճած մի անձնավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպել էր։ Հիմա դրանից զատ կան նաև այլ ընդհանրեք մեթոդներ, ընդհանրեք հասարակության հանրության զարգերակը հասկանալու, բռնելու, հասկանալու, գնալու։ Հիմա իրավիճակը անկախ այդ բոլոր սոցհարցումներից, որոնց ընդհանրապես չեմ վստահում։ Որտեղ մեր քաղաքական կառույցը եւս ունի հնարավորություն սոցհարցումների տվյալներ ունենալու, մենք եւս իրականացնում ենք այդ քաղաքական աշխատանքը, բայց մենք էլ ենք տեսնում։ Ձեր այլ պատկեր է։ Մեր բացարձակ այլ պատկեր է, ընդ որում կներեք, բայց չեմ կարող թվական տվյալն այստեղ հրապարակել հանրայնացնել, որովհետև դա ընդհանրեն քաղաքական մեր պատկերացումների եւ մեր աշխատանքների հիմքում են կա ձեռևս դրա։ Դուք հավատում եք ձեր արած սոցհարցումներին, մյուսների արած սոցհարցումներին չեք հավատում։ Իրենք իրենց արած սոցհարցումներին հավատում։ Բայց ընդհանուր պատկերն ինչպիսին է։ Ընդհանուր պատկերը հետևյալն է, այս հեռացող խմբակը դեռևս ավտոբուսում, այսպես ասած, զվարճացող, տվայտվող խմբակը, չէ, այս խմբակը հեռանալու է։ Այս խմբակը միգուցե չի ցանկանալու հեռանալ։ Միգուցե չի ցանկանալ։ Դե միգուցե չբարձր է։ Եկեք իրենց հասկանանք։ Եկեք ով է իշխանություն լինելուց հետո ուզում հեռանալ։ Չէ։ Շատերը կան նման մարդիկ։ Իրենք ուզում են հենց հեռանալ։ Ես միայն օրինակ կարող եմ բերել հայկական հանրության ծանոթ Մուխիկոյի օրինակ Ուրուգվայի նախագահի մարդը ոչ մի րոպե չկարչեց այդ աթոռից։ Օրինակներ շատ կան։ Ինչի մասն է խոսքը։ Քավլեցի քաղաքականությունը միայն սրիկաների այսպես զբաղմունքը չէ։ Քաղաքականությունը ազնիվ մարդկանց, հայրենասեր մարդկանց եւ գիտելիքով լի մարդկանց զբաղմունք է նաեւ։ Իսկ ինչ վերաբերում է այդ խմբակին, այդ ավտոբուսի մեջ որ տվայտվում են, ինչ-որ զանազան այս սնոցիապաշտական, իհարկե ես չեմ ուզում այստեղ բան վերագրեմ իրենց, բայց կարծես ինչ-որ աղանդավորական ժեստ է վերջ-վերջու իրենց գտել, ինչ-որ սրտիկներ, ինչ սրտիկի մասին է խոսքը։ Ամենամեծ երկրամասը հայկական, զուտ հայկական, որ 2000 տարի արաբների, պարսիկների, օսմանյան թուրքերի, օղուզների, ընդհանրենք օսմանների դեմ կռվել էր եւ չէր հայաթափել, մեկ ամսվա ընթացքում հայաթափեցին, դրանից էլ 8 ամիս առաջ, չէ, 8 ամիս առաջ էլ այս մարդկանց սովամահության էին մատնել, ճանապարհափակել էին այդ Հեյդար Հուշարձանիչի բաները, ընդհանրենք ծառայողները, ոչինչ չձեռնարկեցին եւ 2-3 օր առաջ մի երիտասարդ հայտարարում է, ժամանակն է, որպեսզի մենք Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև հումանիտար կապ ստեղծենք։ Այդտեղ դու ով ես։ Դու որտեղից եկար, այդ որտեղ էր որ մենք քեզ չենք ճանաչում, այդ ինչ հումանիզմի ընդհանրենք այն Էրազմ Ռոտերդամցին ես, ով ես, հումանիտար միջանցք։ Այն դեպքում որ ընդամենը 2-3 տարի անցել եւ այդ հումանիտար միջանցքը խեղդելով մոտավորապես 120,000 քաղաքացիների Ադրբեջանը սովամահության էր մատնել։ Հիմա կարծում եք այն քարոզչությունը, որ տարվում է, դա չի ազդում ժողովրդի վրա, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ ակտիվ քարոզարշավը, որ իրականացվում է մարզերում, որոշ մարդկանց դա դուր է գալիս, նույն այդ սրտիկները, որ ասում եք, նույն այդ ինչ-որ բան ուտելը ցույց են տալիս, որ իրենք հասարակ ժողովրդի մի մաս են եւ այլն։ Սա ազդեցություն չի թողնում եւ եթե ամեն դեպքում չի թողնում, ինչու է ընդդիմությունը այսքան пассив։ Թե пассив չէ։ Ընդդիմությունը пассив չէ, ես օրինակ ինձ համարում եմ ընդդիմության այս շարքերում աշխատող մի քաղաքացի, պատվարժան քաղաքացի, ես ձեր մոտ այսօր հյուր եմ եկել, չէ՞։ Մենք հարցազրույցներով ընդդիմությունը սահմանափակում։ Մի րոպե, դրանից զատ։ Մենք մարզային այցեր ունենք, մենք մարզեր գնում ենք, այդ բոլոր բնակիչ։ Մենք չեք այդպես նկարում, ցուցադրում, այնպես ինչպես խնդիրը գիտեք որն է։ Մենք խնդիր չունենք Երևանու եւ կեղծ ինչ որ, այսպես ասած, տեսարժան ընդհանրենք դիֆասներ կառուցելու։ Մեկի գալիս է, մեկի թևից է քաշում, կրպակի մեջից է հանում, այն մեկի վրա աղաղակում է, այն միտեղ ընդհանրեն ցեխի մեջ վազելով գնում է, այն միտեղ էլ եթե
ուշադիր լինեք, կտեսեք որ հիմնական հետը երեխաներ են վազում։ Դա գիտեք ինչ է հիշեցնում։ Դա հիշեցնում է դուք հավանաբար 5 Երևանները կարող չհիշեք, բայց ես լավ հիշում եմ։ 5 Երևանում կային փահլևաններ եւ կային այդ յալանչիներ։ Գալիս են լարախաղացները շենքերի մոտ, այդ հիմնական այդ լարախաղացների հետ վազում են, թռչկոտում են, գոռում են, ճովում են երեխաները։ Այս մանկական խաղերը, այս քաղաքական խմբակի ոչ հեղինակությունն են բարձրացնելու, ընդհակառակը։ Նույն մարզեր գնում ենք թվում է թե այս մարդը ընդհանրենք նյութական վնասների, նյութական զրկանքների մեջ կքած մի անձնավորություն եւ առանձնապես հետաքրքիր կարող է կարծիքել չարտ հայտի, որ դրան լսենք, ենթանենք այս մարդուն, մարդիկ հստակ խոսում են, ասում են, լավ, սա պետության ղեկավարի կեցվածք է, որտեղ իրենք պատկերացնում որ պետության ղեկավարումը դա լրջմիտ մարդու աշխատանք է, դա հայրենասեր մարդու աշխատանք է, դա կենցաղի մեջ նույնիսկ փայլուն ընդօրինակելու եւ օրինակելի անձնավորության աշխատանք է, այլ ոչ թե այդ վազել այդ երեխաների հետ այն ընդհանրենք արիստել, ցևից են քաշում ասա, այն բանն էլ այս մի հատ բան են կպցրել հիմա Քարտեզիան Հայաստանի։ Ես ընդհանրապես առաջարկում եմ, որպեսզի երբ որ իրենք քարոզչական հնարքներ են փնտրում, չէ՞, ինչ են այս չափի Հայաստանի ընդհանրենք դրանց հագուստի վրա կպցրել, այսքան թոմատ կպցնեն ընդհանրենք։ Օրինակ բանում Երուսաղեմում Դե կարևորը չափսը չէ հիմա այստեղ։ Գաղափարն է կարևորը։ Չէ, խնդիրը գիտեք որն է։ Իրենք անկախությունը, պետականությունը պահպանում են, իրենք խաղաղություն են բերում ըստ իրենց քարոզչության։ Այսինքն մեր երկրամասը կորցրեցինք, ես իրենց հայտարարություններից եմ ասում, մենք հանձնեցինք Արցախը, չէ՞, փառք նահատակների, թե նահատակների մահվան մեղքը նահատակվելու քո վրա է։ Դու հիմա փառք եկել ասում ես, որ ինչ անես։ Այնպես դասականներ ասում էլի։ Հիմա ասում է հանձնեցինք Արցախը, ձեռք բերեցինք ինքնիշխանություն։ Եղբայր, այդ ինքնիշխանությունը մենք հայլ ունեցել ենք։ Այդ պարտությունը, այդ պարտության մրուրը դու բերեցիր, կապեցիր ժողովրդի վրա, ու բայց հպարտանում եմ, ես հպարտանում եմ, Եռաբլուրում գնում էր ընդհանրենք վազում էր, հիմա հասարակ բան ասեմ, այս 2 օրը ինչ որ սկանդալ է պատտվում, գիրք են նվիրել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին, գիրքը դա ինչ է, գիրքը դա ամբարված միտք է, ընդ որում այդ միտքը, այդ ամբարված տեղեկությունը մեր Արցախի մասին է եղել, մեր էթնոսի հետ պատահած այդ եղեռնի հետ է կապված ցեղասպանության հետ, ասում է Արցախի ասում է անունը որ խորանից տալիս են, լսեք, այս մարդու մոտ այն կարգի թշնամություն կա ընդհանրապես խորանի, եկեղեցու, հավատքի նկատմամբ, չէ, որ հավանաբար են ամենածայրահեղական վախաբիտներ կամ իսմայելիտներ կան ընդհանրենք իսլամի մեջ, չէ, որ բացարձակ մերժում են քրիստոնեությունը։ Նրանց մոտ հավանաբար այս կարգի թշնամանք չլինի։ Բայց կորյուն ասում է դա պատերազմի վտանգ է։ Մենք ասում ենք հարցը փակում ենք, Արցախյան հիմնահարցը փակված է, շարժման էջը փակված է, դու գնում եք անդադ Արցախին, ուզում եք էջեք, անդադ խոսում եք, որ ադրբեջանցիները կան, ասում են։ Ես վստահեցնում եմ, որ Մոսկովյան առաջնակարգ բուհ ավարտած Իլխամ Ալիևը նման հիմարությունների վրա երբեք ուշադրություն չի դարձնելու, որտեղ ասացին, որտեղ չասացին, ասացին, ասում են նրանց խոսույցը ձևավորվում է ձեր արածների, ձեր ասածների պատճառով։ Դուք հավատում եք այդ մարդուն։ Դուք հավատում եք նրա ասածներին։ Ես ընդհանրապես օրինակ կարող եմ բերել մի Արծուն անունով զինվորական կար։ Ադրբեջանական զորքը Զանգիլանում բարձրացնում էր դրոշը Ադրբեջանի, ուղիղ ցույց են տալիս, բարձրացում են, մարդուն հարցում են, ասում են ճիշտ է որ Զանգիլյան հանձնած, ինչ եք խոսում։ Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։ Հիմա այս մարդկանց պաշտոնական տեղեկատվությանը որ հետևենք, չէ՞, Պաստոր Իլխամ Ալիև առանց ծիրգում էր թերթերն է կարդում, Էդիտա Գզոյանի ենթադրենք ամբողջ օրակարգն է ուսումնասիրում, սա խաբեություն է, սա մարդկանց խաբելու, մարդկանց սարսափեցնելու, այս ամբողջ խաբեությունն է։ Ինչու որոշեց, որ հեռացնի իսկապես թանգարանի տնօրենին։ Հենց այս ուզում եք ասեք այդ վախի մտնոլորտը որ ձևավորվի։ Վախի մտնոլորտը սադրանք է։ Այստեղ խնդիր կա, որովհետև ազնվորությունը, որ ստանում է իշխանություն, նա ընդհանրապես խոցելի է լինում։ Խոցելն ինքը իր հետ, իր պատկերացումների հետ,
մանավանդ որ այդ պատկերացումների զգալու մասը քաղաքագիտական բարձր կրթության վրա հիմնված չեն։ Ընդհանրենք Գյադեկյան, ընդհանրենք այս բանի մեջ է, էլի, ծիրի մեջ է, այս սրանց կառավարումը ամբողջ։ Մի լավ խոսք կա, եթե չեմ սխալվում, Ֆրենսիս Բեյկոնն է ասում է իշխանությունը փչացնում է մարդուն, իսկ բացարձակ իշխանությունը մարդուն փչացնում է բացարձակապես։ Հիմա այս մարդը այդ 18 թվականի այսպես ասած խանդավառ երիտասարդը չէր, ժողովրդի ցավով, այնքան գոռաց խրպոտեց այդ հրապարակներում։ Ժողովրդի ցավով էր մարդը ապրում, ինքն էր ապրում, կինն էր ապրում, երեխաներն էին ապրում, չէ՞։ Հիմա այս մարդը դուք չեք նկատել, որ բացարձակ ուրիշ մարդ է։ Բացարձակ ուրիշ մարդ է։ Ինչով է ուրիշ։ Բացարձակ, որովհետև հայկական առանցքից շեղվել է այս առանձնահատկությունը, մեր եկեղեցուց, կրոնից կարելի ասել ինչ որ պատկերացումներ ունի, որոնք ընդհանուր կանոնական մեր պատկերացումների մեջ եկեղեցական չեն տեղավորվում։ Դրանից զատ քաղաքացիների հետ շփման ընթացքում դյուրագրգիռ, կարելի ասել զարմանալի դյուրագրգիռ է, չէ՞։ Իսկ որոշումները դա բնականաբար մենք մարդու արտաքինով չեն գնահատում, նրա աշխատանքը, որոշումները, այդ կանոնակարգային ենթադրենք որոշումները ամբողջը ոչ թե հակահայկական են, ամբողջը հակաժողովրդական են, սկսած թոշակից, վերջացած նպաստով, սկսած հանրության խմբերի միջև ատելություն սերմանելուց։ Մարդիկ ասում են, իր բառերով եմ ասում, հացին կակա են ասում, 2-3 ամսվա ընթացքում մոտավորապես 8 միլիարդ դրամ բաժանել է բան, այս պարգևավճար։ 8 միլիարդ դրամ որ բաժանում ես, այդ 8 միլիարդ դրամով 25 հատ, այսպես խոշոր ավան կարելի էր կառուցել։ Բայց նեֆթոշակները բարձրացրեց, ինչի մասին դուք անընդհատ խոսում էիք, ասում եք 50% պետք է բարձրացվի։ Ձեր ծրագիրը նկատի ունեմ, այո, պայքարում էիք այդ ուղղությամբ եւ ասում եք, որ 50% հնարավոր է բարձրացնել, իրենք քննադատում էին ձեզ եւ ասում են, որ պոպուլիզմով եք զբաղվում։ Հիմա մեկ օրում որոշվեց, որ պետք է 10000 դրամ թոշակները բարձրանա։ 500,000 թոշակառու, 500-ից 600,000 թոշակառուի մասին է խոսվում, սա մեծ թիվ է։ Հիմա սա ողջավորել է թոշակառուներին։ Իհարկե ոչ։ Ասեմ խնդիրը որն է։ 6-7 ամիս շարունակ հայակվեն առաջինը քաղաքական բոլոր դերակատարներից առաջինը հանդես եկավ հիմնավորված ֆինանսապես եւ տնտեսագիտորեն հիմնավորված ծրագրով, որ թոշակները կարելի է պետք է բարձրացնել 50%-ով եւ իրականացնել ինդեքսավորում։ Այս գրագողերը, սրանք քաղաքական գրագողեր են։ Ամբողջ ընթացքում իրենց օդիոս ներկայացուցիչներ ունեն, կառավարական այդ կաբինետներում ծվարած, չէ՞, խոսում էր, առավոտից երեկո խոսում էր, սուտ են ասում, հիբրիդային հարձակումը, ինձ համեմատում է ինչ որ մոլդովական սցենարի հետ են համատում, բա մոլդովական այսպես սցենարը, էս են անում, այնը մտնում են իրենց ավտոմեքենաների սալոնի մեջ ինչ որ գոռում, աղաղակում, Մոլդովա, այ մարդ ինչ Մոլդովա, այդ 500,000 մարդիկ վատ են ապրում։ Այս մարդկանց զգալի մասը ատամնաշարժ չունի նույնիսկ, վատ են ապրում։ Եթե դուք Դե ասում, բայց ինչպես բարձրացնենք, ահռելի մեծ գումար է։ Իրենք ասում են ահռելի մեծ գումար է, ընդ որում միջև բարձրացման նախորդ օրը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար կամի այս անձնավորությունը հեռուստաեթերում պնդում էր, որ այս մարդիկ խաբեբաներ են, այս մարդիկ հաշվարկ չունեն, այս մարդիկ չեն տիրապետում առարկային, ասել մի կոպեկ փող չունենք, որտեղ ամբողջը դրված է դպրոցաշինության, ճանապարհաշինության, սոցիալական մնացած ծրագրերում, ասեց, մեկ օր հետո, երբ որ հասկացան, որ այդ 502,000-ը սոցիալական խոշոր ուժ է, եւ այդ 502,000-ը հայակվային դիտարկում են որպես իրենց դեսպան, արժանավոր եւ արժանի դեսպան, այս ընտրական փուլին մասնակցելու իմաստով նաեւ ցանկ որոշեցին հետ նահանջել։ Այդ հետ նահանջը թոշակառուների հաղթանակն է, որտեղ թոշակառուների հետ մեր աշխատանքը կլներ օթուն կկորեր, բխբջակ կլիներ, եթե թոշակառուները մեզ չաջակցեին։ Ես բոլոր մարզերում մեր տարեցներ ակումբներ ունեն, գնում են, մարդկանց հետ հանդիպում եմ, բոլորը ասում են, մենք ձեր հետ ենք։ Ընդ որում զարմանալի բան ձեզ ասեմ, այս 10,000 դրամով բարձրացրեցին, չէ՞։ Մենք նորից թոշակառուներն աշխատանքները շարունակում ենք, թոշակառուները ասում են,
առավելապես ձեր հետ ենք, որովհետև մենք հասկացանք, որ դուք չէիք ստում, որովհետև հասկացանք, որ ձեր թիմը մասնագիտական, ֆինանսական, տնտեսագիտական հստակ հիմնավորումներով չի ազդել մարդկանց վրա, ու նրանք տեսնում են, որ փաստորեն բարձրացրեց Փաշինյանը թեկուզ 10,000 դրամով։ Փաշինյանը չի բարձրացրել։ Դե իր իշխանությունը ասել։ Ոչ։ Իր ուզելով չի։ Սա ժողովրդի կամքն է։ Իսկ ժողովրդի կամքը Հիմա ինքը այդ կամքը հաշվի առե, սա իր օգտին չի աշխատում։ Ոչ։ Բացարձակ ոչ։ Հավանաբար այդ մարդկանց հետ շփման պակասը որոշ նաև ձեր մոտ հավանաբար կարծիք կարող է ստեղծել, որ դե մարդիկ 10,000 ստացան արդեն գոհ են։ Ես ընդհանրապես ձեզ մի բան ասեմ, միայն դեղերի հետ կապված մարդկանց ծախսերը չեմ հաշվում են դեղերը, որոնք պետականորեն ստանում են դեղատներից։ Միայն դեղերի հետ կապված ամեն ընդհանուր թոշակառու ծախսը 30,000 դրամ է։ Դրանից զատ անցնենք գազի կամ էլեկտրաէներգիայի, վճարումները։ Այդ զմռան ամիսներին ամեն թոշակառու առնվազն 30,000, 40,000 դրամ գազի կամ էլեկտրաէներգիայի փող է ծախսում։ Դա էլ անցնենք մի կողմ։ Գները, պարոնային գները հատկապես, պարոնային գները, այս աճը, այս ոչ թե սա գնաճ չի, սա ամենաթողություն է, որ հիմա երկրում հաստատված է։ Մոտավորապես 150,000 դրամ գումարը պետք, որ թոշակառուն, ես նկատի ունեմ հայկական ավանդական ընտանիքում այս իրար փոխօգնության մեջ չգտնվողները, որ երեխաները ծնողներին օգնում են։ Միայնակ թոշակառուն կամ հետանենք երեխաների կողմից ուշադրության բացակայությամբ ապրող թոշակառուները առնվազն 150,000 դրամ գումար են նրանց, որ քիչ թե շատ ծերին հասցնեն։ Այդ 10,000-ը որ Դե հասկանալի է, որ 10,000-ը առանձնապես բան չի լուծելու եւ 10,000-ը ոչինչ չի լուծելու, այնտեղ մարդիկ հստակ հասկացան, որ այս ամբողջ ընթացքում 8 տարվա ընթացքում, իրենց պարզապես ուրացել են։ Այն որ գոռում էին, եկեք հրապարակ, այս ժամին վերջնական ընդհանրենք հանրահավաքներ ունեն, այս մարդիկ եկան այդ հանրահավաքների մասնակցեցին։ Այս մարդկանց 8 տարի մոռացել եք, հիմա 2 ամիս առաջ ասում եք, բա չէ, ինչ է, այս ինչ եք ասում, պետք է բարձրացնել, մեծ էլ գումարը, ինչն է դրա մեծ, 80,000 դրամ է, 80 միլիարդ դրամ է դա մեծ գումար է, մեծ գումար չի, այս տարի մոտավորապես 50 միլիարդ դրամ է միայն այդ ասֆալտաքերոցի, ասֆալտավերանորոգություններ են կատարելու, 50 միլիարդ, ես ուրիշ բան ձեզ ասեմ, այս պարտքեր, որ անդադ վերցնում են, արտաքին պարտ, ներքին պարտ, արտաքին պարտ, 2026 թվականին մենք միայն տոկոս, ոչ մայր գումարի մարումներ, 423 միլիարդ դրամ գումար ենք հատկացնելու, 423 միլիարդը, դա 5 անգամ ավելի է, քան 10,000 դրամով թոշակները բարձրացնելու գումարը։ Ձեր ծրագիրն այդպիսին է, որ գաք իշխանության։ Մենք որ իշխանության եկանք, մենք ունենք սոցիալական ծրագիր, որի հանրայնացումը մենք սկսել ենք, իմ Facebook-յան էջին, մեր բոլոր Դե մանրամասն Նեբ Ասուրիսի ժամանակ ներկայացրել եք Ես ներկայացնում սոցիալական եւ կրթական եւ անվտանգային։ Եվ անվտանգային, բայց ավելի շատ պետք է մենք շեշտը դնենք սոցիալական, որովհետեւ մարդը բարձրագույն արժեք է, սոցիալական պետության մեջ մոռանալ մարդուն, մոռանալ նրան թողել այդ կարիքների մեջ խեղդված, չէ՞։ Ես մի օրինակ բերեմ, վերջերս ինձ նամակ էին գրել, թոշակառուներից, օրական մի 70-80 նամակ եմ ստանում ամեն օր։ Այդ նամակների մի մասը նաև թշնամիներն են գրում, սենց ասեմ։ Հիմա նայեք, ուրեմն մեկը գրել էր, բա Էս չունենք, ճիշտ ասած չհավատացի։ Այն կարգի պատկեր էր նկարագրել, որ ասել, հավանաբար ինչ որ գույները խտացնում են մի բարձր մակարդակ ավելի, պայմանավորեցի հյուր գնացի այս մարդկանց, հասկացա, որ այս մարդը ինչ որ նկարագրել էր, այդ դրանից վատ են ապրում, ասում եմ սենց, տենում եմ, որ այս մարդկանց մոռացել են։ Հիմա մի բան ասեմ, ձեզ Տիկին Միքայելն է շատ կարևոր։ Կարծում եմ ձեր հարթակը պետք է մենք օգտագործենք, այս հայտարարությունը անպայման ձեր մոտից գոնե կատարենք։ Նայեք, անապահովության որոշման կարգ են արծարծարդը մոգոնել, դա չեմ ասում կիրառել, մոգոնել, դրա որոշել են հունվարի 1-ից մտցնեն շրջանառության մեջ,
դա վերաբերում մոտավորապես 160,000 նպաստառուի։ Քննարկել են, հասկացել, որ սա պայթյուն է լինելու սոցիալական, չէ՞, դա տեղափոխել են, գիտեք երբ։ Հուլիսի 1։ Ընտրություններից հետո։ Ընտրություններից 20 օր հետո։ Գիտեք ինչ։ Եվ ինչ է նախատեսվում այդ փոփոխությունը։ Խայտարակություն։ Ես մի բան ասում, խայտարակություն։ Սա եթե ադրբեջանցի գրեր, ես կհավատայի, բայց եթե սա հայ մարդ է գրել, սոցիումի մեջ ապրող մարդ է գրել, չէ՞, ես կարծում եմ սա մի թշնամի է գրել։ Եթե նպաստառուն ունենա 15 թվականի ուշադրություն, 15 թվականից այս կողմ, ընդհանենք նոր ավտոմեքենա 10-11 տարվա։ Եթե հեծանիվ ունեն, լավ, հեծանիվ։ Նպաստից կտրելու են։ Եթե այդ մարդը ունենա հողահանդակ, ինչ որ լեռներից մեկում։ Գյուղերում ոնց էր, երբ որ սեփականաշնորհը կատարեցին, չէ՞, սեփականաշնորհը կատարելուց մարդիկ ունեցան ամեն մեկը իր ընդհանուր չափականակ ստացած։ Եթե ունի եւ դրա հարկը կազմում է տարեկան 4000 դրամի կարգի կարծեմ, նորից կտրելու են։ Դուք չեք պատկերացնում ինչ սադիստական մոտեցում է այստեղ ներբեռնել։ Գիտեք ինչի համար։ Որ նպաստառուներից փողը կտրեն, տան թոշակառու ունեն։ Այդ դրա համար։ Խոսենք նաև այն գործընթացներից, որ հնարավոր է ընտրություններից առաջ տեղ ունենա, որոշ կուսակցությունների թույլ չտալ մասնակցել ընտրություններին, լարված մթնոլորտ, արդեն իսկ խոսում է այդ մասին, որ հիբրիդային պատերազմ է, դրսից մարդիկ են բերում, որ ընտրություններին մասնակցեն, թույլ չենք տալու Գյումրու սցենար։ Հիմա այս ամեն ինչին դիմակայելու միջոցներ ունի ընդդիմությունը, կարծում եք։ Եկեք հարցը տեղորոշենք, ընդհանրապես դա տեխնիկապես հնարավոր է, թե ոչ։ Հնարավոր է, թե ոչ։ Այդ քարոզիչները, դե դուք գիտեք, ում մասն են ես սրություն, այդ քարոզիչները պնդում են, որ 80,000 քաղաքացի 40 տարի երկրամասից, այսին որտեղից բերելու են։ 100,000 դրամ գումար են ստանալու ռուբլիով, $1000, բան, վերջ։ Հիմա դա փորձենք մենք պատկերացնել այդ մարդիկ Հայաստան ո՞նց են գալու։ Երկու ամսվա ընթացքում գալու են, ասում են։ Չէ, եկեք տեխնիկապես հասկանանք։ Ավտոմեքենաներով են գալու։ Ավտոբուսներով։ Մոտավորապես ավտոբուսներով, այդ մի ակտիվիստ հաշվարկել էր, մոտավորապես 16 թե 18,000 ավտոբուս էր պետք, որպեսզի այդ ժողովուրդը գար Հայաստան։ Հիմա դուք պատկերացնում եք Վրաստանը, ընդհանրենք, այն Կազբեգից սկսած, մինչև Սադախլո եւ այդ ավտոբուսները կեսել Կրասնոդարի կողմերը, Կաբարդինո-Բալկարիայի կողմերը, այս լինելու է։ Հիմա հաջորդը, լավ, կարող ասեն ինքնաթիռով են գալի։ Ինքնաթիռով, ընդհանրապես այս մեր երկինքը, ոնց ասեմ, ոչ թե զվարթնոցը չի բավարարելու։ Երևի որ ամեն մեկը տուն է մի հատ կոոպերատիվ օդանավակայան բացի, էլի չի բավարարելու։ Լավ, միգուցե ոդկով են գալու այս մարդիկ։ 80,000 գալիս։ Դուք մը պատկերացնում եք մեր ընդհանրենք օդանավակայանից զատ, դա մեր մաքսային ծառայությունը։ Ախր խնդիրը գիտեք որն է։ Քարոզչական աշխատանքով այս հերացող խմբակի մեջ զբաղվում են մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում չգիտեն ավտոբուսը քանի նստատեղ ունի։ Այդ ավտոբուսը ինչպես կարող է Կրասնոդարից գալ, որ մարշրուտով, ինքնաթիռներից չեն խոսում, ոտից չեն խոսում, ձեռքից չեն խոսում։ Ասում են քաղաքացիներ Լևոնիսյանն ասում էր քաղաքացիներ են իրեն դիմել, ասում են սենց բան կա։ Քաղաքացիներ դիմել, բնականաբար Գեբելսը երբ որ սկսում էր որևէ գործողություն կատարել, չէ՞, ինչ էր ասում, ոչ որ ասում, այս ընդհանրենք հрьяաները վատն են, եկեք հрьяաներին ընդհանրենք հավաքենք տանենք ընդհանրենք այդ Մաութհաուզեն, Օսվենցիմ, Աուշվից, Մայդանեկ ընդհանրենք տանենք սրանց կոտորենք, ասում էր քաղաքացիները բողոքում են։ Քաղաքացիները երեխաներին հрьяաները գողանում են, տանում են սապոն են սարքում, եսի ինչ են անում, չէ՞, դες բանը քաղաքացիները նույն Եժովի ժամանակ, Յագդայի ժամանակ, չէ, Ավակումովի ժամանակ, էլի քաղաքացիները բողոքում էին։ Հիմա այսինքն նման բան չկա, Իհարկե նման բան չկա։ Իհարկե սա կեղծիք էլ չի։ Սա ծաղրուծանակի արժանի քաղաքական բլթոց է, կներեք այդ արտահայտության համար։ Ուզում են մի բան, ուզում են իրենց իշխանությանից ղեկավարի մոտ այդ բուրկի գագաթում որ տեղավորվել է, որ սա որը սենց անում, չէ։ Ուզում են նրա աշկին լավ երևա, մի հատ ինչ-որ նոր բան են հորինում։ Օրինակ ինձ մի հատ նայեք, Տիկի Միքյան, օրինակ ինձ մի հատ նայեք, ես
հիբրիդային հարձակման մոլդովական սցենարիի մասնակից կարող եմ լինել, թե ոչ։ Ես կարող նայելով ասել։ Դա չէ, ինչի համար եմ ասում, իմ հետ կապված պնդում էին, չէ, Գյումրիում մենք ունենք big border, հայակվեն ամրացրել էր, որ քաղաքական իշխանությունները բարիհաճ թույլ էին տվել, որովհետև հասկանում որ սա սոցիալական հարց է, մարդկանց օգնելու համար է սա ամեն ինչ, չէ։ Այս մարդը նստել էր դի ավտոմեքենայի սալում, ասում է, այս մարդիկ ասում է, հիբրիդային հարձակման իրականացում մոլդովական ասում է սցենարը։ Այդտեղը դու որտեղ ծիմացար, մենք Մոլդովայի ոչ լսել ենք, ոչ տեսել ենք, ոչ եղել։ Իսկ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը ինչ կասեք։ Այս մասով որ դրսում ապրող քաղաքացիների հետ աշխատանքներ են տարվում։ Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ գոնե մենք չտեսնենք, չէ, մենք չտեսնենք էլի, բայց մեր սերունդները օրինակ Քրիստինե Գրիգորյանի հետ աղջկան է, որ մեր սերունդները գրքեր կարդան, գիրգրեն էլի մարդիկ որոշ պատմաբաններ կամ արվեստագետներ հայկական հետախույզների մասին, որոնց ընդհանրենք Բաքու, Անկարա, ընդհանրենք ճանապարհել էր Քրիստինե Գրիգորյանը, եւ նրանք քայքայել են ներսից այդ ամբողջ, այսպես ասած, մուսուլմանական չասեմ, բայց այդ ամբողջ հակահայկական, այս նրանց հետախուզությունները պարալիզացրել են։ Եկեք հստակ խոսենք։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին հետախուզության ղեկավարը ինչ կապ ունի ընտրական ենթադրենք հնարավոր կեղծիքների հետ։ Իրենք այս ամենը տեղավորում են հիբրիդային պատերազմի շրջանակում։ Մի հատ իրենց պետք է հարցնենք հիբրիդային պատերազմը ընդհանրապես հիբրիդային պատերազմը ինչ է։ Դե իրենք այդպես են մեկնաբանում։ Ես չեմ կարող մեկնաբանել խոշորագույն, այսպես ասած, հակահետախույզ, չէ, անձնավորության մտքերը, բայց մի բան ձեզ ասեմ, հայկական կողմը լավ այս կարգի իմաստով պատմություն ունի։ Օրինակ ժամանակին խորհրդային հետախուզության մեջ երկրորդ մարտը եղել է Աղայանցը։ Հիշում եք ամուսիններին, Հարությունյաններին։ Դու Թեհրան 43-ի, չես, ամբողջ իրարանցումը նորից մեր հայկական հակահետախուզան։ Կարծում եմ Քրիստինե Գրիգորյանին առավելապես ընդհանրենք սազի, որպեսզի նա այդ ընտրական այդ ամենը թողի, դա մանր բան է։ Զբաղվեց գլոբալ խնդիրներով, ընդհանրենք Ամերիկա, ընդհանրենք Իրան հակամարտությունով, զբաղվի ընդհանրենք թվային աշխարհում տեղ ունեցող զանազան ընդհանրենք գաղտնի։ Դուք վտանգ չեք տեսնում այս ամեն ինչով, ամփոփելով զրույցը ընդդիմության համար։ Եթե ես վտանգ զգայի, ես արդեն այստեղ չէի լինի։ Ես բնականաբար ձեր հետ միասին այստեղից կփախնեի։ Այստեղ վտանգ չկա, սա հերթական այն քաղաքական պղպջակն է, քաղաքական պղպջակը ինչ որ բան են ուզում մարդկանց ասեն։ Ուզում եք ընտրությունները ենթադրենք արկախեք, չէ, վախենում եք, ձեզ հավանաբար թվական տվյալներ ունեք, չէ, առավել որ ձեզ անհանգստացնողը։ Այդ դուրս եկեք, ասեք շեուր ջան, այս աթոռը այնքան քաղցր է, նստել ենք, չենք կարող այս աթոռից փոկվենք, այդ թողեք նստենք էլի, թե չէ արտաքին հետախուզություն, ներքին հետախուզություն, ինչ հետախուզություն, մարդը գնալու է բյուլետենը, չէ, ընտրատեղամասում, այդ խցիկում վերցնելու է իր համար իր ընտրությունը կատարել, նա այդ ընտրությունը կատարելուց ոչ հետախույզների մասն է մտածելու, ոչ Մոլդովայի մասն է մտածել, ընդ որում։ Եվ վերջը գումարն է կարող է վերցնել եւ ընտրել նրան ուզում է։ Գումարի մասին կարող եք անհանգիստ լինել։ Եթե ամեն դեպքում սա կարևոր հարց է, սա կարևոր հարց է։ Ես ինքս ընտրական այդ գործընթացներին միշտ մասնակցել եմ վերջի 20 տարվա ընթացքում, այն մի խոսք է, որ ուզում եմ վարկապետ ասում են, այսօր 15 տարի չէիր խոսում, ես վերջի 20 տարիների ընթացքում մասնակցել եմ եւ ձեզ ասեմ, գոնե հիմա տեխնիկապես խաբեությունը, ընտրությունների կեղծելը անհնար է։ Տեխնիկապես տեղամասում դա անհնարին process է։ Խաբեությունը ուղղորդումներ կան, այո, կլինեն, բայց դրա վերջն էլ կգա, բայց խաբեություն մասսայական պարզապես չկա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Համեցեք։ Զրուցում է Հայակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրայր Կոմենդատյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։